Բարի օր բոլորին, սիրելի հայրենակիցներ, մի թեմայի եմ ուզում անդրադառնալ, մի թեմայի, որը ըստ էության ընդդիմությունը նեգատիվ փորձում է մատուցել մեր հանրությանն ու հասարակությանը եւ ամեն գնով ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում եւ հայ ժողովրդի մեջ նեգատիվ տարածվի եւ ոչ մի լավ բան մարդիկ չզգան իրենց կյանքում եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետություն եկած մեր եղբայրները, ովքեր գերությունից ազատվան եւ եկան հայրենիք, նույնիսկ այդ փաստն են փորձում նեգատիվ ներկայացնել հանրությանն ու հասարակությանը։ Նախ ուզում եմ աշխալուսանք տալ մեր գերեվարված եղբայրներին, ովքեր վերադարձել են իրենց տները, առողջություն մաղթել նրանց եւ ուզում եմ մեր հանրությանն ու հասարակությանն ասել, որ սիրելի հայրենակիցներ, ընդդիմությունը մշտապես ասում է, որ երբեք գեյները չեն վերադառնալու եւ այլն, պատերազմ է լինելու, խաղաղություն չի լինելու, բայց ինչպես տեսնում եք, գեյները վերադարձել են տուն եւ խաղաղություն է Հայաստանի Հանրապետությունում եւ մոտավորապես 2 տարի արդեն ինչ է Հայաստանի սահմանում կրակոցներ չեն եղել եւ նրանք այս ֆոնը թողած փորձում են ներկայացնել հանրությանն ու հասարակությանը նեգատիվ ինչ-որ մտքեր, թե իբրև գեյների փոխարեն տրվել է հակառակ կողմին 2 վարսկան, չգիտեմ, սիրիացի եւ այլն եւ հետո տեսան այդ թեզը չի առաջ չի գնում, որովհետեւ իհարկե փոփոխություն է տեղի ունեցել եւ մեր հայրենակիցները բարի հաջող եկել հասել են իրենց տներին, հանրությունը դրան արձագանքեց բացասական իրենց այդ նեգատիվին եւ նրանք հակառակ սկսեցին փորձել ժողովրդի մեջ մտցնել, թե իբրև թե այս նախընտրական ծրագիր է եւ նրանք անում են, որ ընտրություններին հաղթեն եւ այլն սիրել հայրենակիցներ, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայ մարդը քաղաքացիական պայմանագիր կուսակցության, կառավարության եւ մեր բոլորիս կողմից բարձրագույն արժեք է։ Ի հեճուկս իրենց մտածելակերպի, որ քաղաքացին 5000 դրամանոց ընտրող է կամ քաղաքացին պոտենցիալ մեկ ձայն է եւ իրենք ամեն ինչ հաշվարկում են ըստ էության երևի այդպես եւ փորձում են դա ներկայացնել, թե մենք էլ ենք այդպես, բայց դա միանշանակ չի համապատասխանում իրականությանը, սիրելի հայրենակիցներ, եւ այս տարին սկսել ենք լավ լուրերով եւ ըստ էության լավ լուրերով էլ շարունակելու ենք տարին։ Ես ուզում եմ նաեւ խոսել Թրամփի ուղի նախագծի մասին, տեսեք Թրամփի ուղին փորձում էին հանրությանն ու հասարակության ներկայացնել իբրև թե միջանցք, բայց փաստը այն է, որ Թրամփի ուղին դա տնտեսության զարգացման հեռանկարն է եւ մեր խաղաղության գրավականը եւ արդեն իսկ Թրամփի ուղի նախագծի շրջանակներում Հայաստան է ներկրվում բազմաթիվ ապրանքներ, վառելիք, հացահատիկ եւ այլն եւ ըստ էության տնտեսությունը ակտիվանալու է այս Թրամփի ուղի նախագծի շրջանակներում եւ բացի ակտիվանալը տնտեսական մեծ եկամուտներ է գեներացվելու Հայաստանի Հանրապետությունում եւ բոլոր երեխաներն ապրելու են խաղաղ, սահմանները լինելու են խաղաղ եւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանալու է եւ Հայաստանի Հանրապետությունն է զարգանալու եւ ձեր համար կառուցվելի է էլի նոր դպրոցներ, նոր մանկապարտեզներ, նոր ճանապարհներ եւ այլն եւ այս իհարկե ցայտնոտի մեջ է գցում մեր ընդդիմությանը եւ փորձում են նեգատիվ մատուցել հանրությանն ու հասարակությանը։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս նեգատիվ մթնոլորտը, վատ մթնոլորտը, գաղշ մթնոլորտը վերանալու է եւ բոլորս գնալու ենք առաջ եւ Հայաստանի Հանրապետությունը դարձնելու ենք ամենացանկալի վայրը հայ մարդու համար, որը կցանկանա այնտեղ ապրել, ամենացանկալի բնակության վայրը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի եւ դրսի մեր հայրենակիցների համար եւ բոլորը կգան Հայաստան եւ կապրեն եւ կշենացնեն Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ուզում եմ բոլորիս շնորհավորել, որովհետև մենք արդեն իսկ գնում ենք դեպի խաղաղություն, Հայաստանի Հանրապետությունը այլևս մտադրություն չունի ծայրագավառ դառնալու այլ երկրի եւ այլ երկրի հանրականները չեն կատարելու։ Եվ ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ եւ այսուհետ միայն լավ լուրեր են միասին կիսվելու։ Շնորհակալություն։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, ճիշտ ասած նոր համացանցում աչքիս ընկավ Արման Թաթոյանի, Սերժի Արմանի եթերը, որում ասվում էր, թե իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի եկել բանավեճի, վախեցել է, այս կողմ, այն կողմ։ Արդեն լրացավ իմ առաջարկած բանավեճի օրն ու ժամը։ Նիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ այդ բանավեճից։ Ինչու՞? Պատասխանը ուզում եմ Թաթոյանին ասել, եղբայր, դու մի քանի ժամանակ հետո, օրինակ հունիսի 7-ից հետո երազախապ ես լինելու, դու քո թիմը, բայց եւ ուզում եմ ասել նաեւ, որ քո շեֆին, քո շեֆի հոգյարին, քո շեֆի քաղաքական եղբայրներին բազմիցս վարչապետը հրավիրել է բանավեճի, իսկ նրանք փախել են։ Ուզում եմ ասել, եղբայր, քեզ մի շատ գերագնահատիր,
քեզ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին կարող է բանավեճում միանշանակ հաղթել։ Բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում եւ սիրում եմ բոլորիդ եւ ուզում եմ ասել, որ մարդիկ, որոնք մտածում են արդեն իրենց դրամաչափը այնքան է մեծացել, որ փորձում են վարչապետի հետ բանավիճել, միանշանակ հունիսի 7-ին երազախախեն լինելու։ Ձեզ բոլորիդ լավ օր։